Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 1-ի համար։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին այսօրվա կապակցությամբ իմ ամենասիրելի տոնն է, թող որ ձեր երեխաները մեծանան անհոգ, երջանիկ, խաղաղ երկրում, որ չատեն միմյանց, որ չապրեն այն ինչ որ մենք ենք ապրել, ճիշտ է, մեր սերունդը յուրահատուկ սերունդ է, հատկապես հենց ովքեր որ ծնվել են իմ տարիքում, այդ տարիների ընթացքում, ճիշտ է, մենք դժվարություններ ենք տեսել այդ տարիքում, բայց մեծացել ենք համախմբված, երեխաների հետ խաղալով, ոչ ոքին ցավոչով չէր ասում ամեն վայրկյան։ Մի խոսքով, թող որ երեխաները ձեր մեծանան անհոգ, թող տոն լինի այդ օրը, նշեք ձեր երեխաներին, նվեր արեք, թեկուզ փոքր չնչին նվեր, թող իրենք ուրախանան, հիշեմ, որ միշտ այդ օրը իրենցն է։ Ես եւս ունեմ առիթ այդ օրը, ես եւս, իմ շատ խանութներ, հատկապես մանկական բացել եմ հենց այս օրը։ Երեխաների տոնի հետ կապված։ Թող որ ձեր բոլորի գործերին հաջողություն լինի, հատկապես այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են երեխաներով, ովքեր որ այդ օրը պետք է ուրախություն պատճառեն դիմացինին։ Դե տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, այս հրաշք գեղեցիկ օրը։ Նայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 1-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը մի փոքր հուզված կարող եք լինել, ինչ-որ գուցե երեխաների հետ է կապված, նաև հաջողություն ունեք բոլոր գործերում, որից է գաղտնիք կբացահայտվի այդ օրը ձեր ձեռքում է ընդհանուր առմամբ, շատ բան հենց ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կանեք, բայց գիտեք, ուրախության հուզմունքներ են դրանք, ուրախության արդյունքներ նաև, ինչ-որ մի բան է, որ ձեզ այդ օրը շատ է ուրախացնելու, և ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 1-ին։
Հարգելի ցուրեր, այդ օրը գումար կծախսեք կամ գումարի մասին եք խոսելու, արժեքի մասին եք խոսելու ինչ-որ մեկի հետ, որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, միգուցե վճարում եք եւ լուծում ավարտում եք ինչ-որ հարցը վճարելու հետ է կապված, ինչ որ վճարում եք եւ ավարտում վերջապես։ Վերջնական որոշում կկայացնեք այդ օրը եւ հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, երջանիկ կլինեք եւ այդպես հույսով սպասում եք, հույսով լցված եք, որ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ կլինի այնպես ինչպես որ դուք եք ուզում, գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք այդ օրը եւ սիրային ժամադրություն։ Ոմանց համար դա սիրային ժամադրություն է, ոմանց համար դա պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հունիսի 1-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև գործնական ինչ-որ փաստաթուղթ կստանաք կամ կարող է ինչ-որ բան եք գործարքեք կնքում գործերի հետ կապված եւ կամ խոսում եք նամակով, գուցե հաճախորդի հետ եք խոսում, հա, արք ու վաճառքի մասին այստեղ գործնական խոսակցություն, բայց նամակագրական կապով կամ ոչ փաստաթուղթ է, որի մեջ ինչ-որ գործերի հետ կապված է։ Ձեր ցանկությունները որ կիրականանան, դուք դրանից բավականին է, երջանիկ կլինեք, հյուրեր կընդունեք կամ կգնաք հյուր, բայց օրվա ընթացքում ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ-որ բանից կարող եք հիասթափվել կամ տխրել ինչ-որ մի բանից։ Մյուս կողմից էլ ունեք հաջողություն բոլոր գործերում, այն ինչ որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 1-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, բամբասող մարդիկ, նյարդայնացնող մարդիկ, նաև չար մարդիկ, չար լեզուներ, խոսակցություններ, ոչ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, գործնական հանդիպում կամ գործնական շփում կունենաք, սեղանի շուրջ եք նստելու, հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր եւ որևիցե հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 1-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը նորություն կլսեք, նաև հնարավորություն կհագզել ձեռքից բաց թողնել, օրվա ընթացքում կպարկեք կամ կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, սիրված ձեզ կզգաք, սիրախոստովանություն կստանաք, կանեք սիրախոստովանություն, հարազատների շրջապատում կլինեք, կամ այդպես սիրահարվածություն է, դա եւս հա ոնց որ վերաբերվում է նաև ինտիմ հարաբերություններին։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք, հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում եւ գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն կունենաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 1-ին, մայիս եմ հիշում։
Հարգելի կույսեր, այդ օրը որից իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, կամ նոր է սկսվում որևէ ցիկլ ամեն ամսվա կամ ավարտվում է այդ ցիկլը, որը սկսվում է ամեն ամիս լինում էր ձեզ մոտ։ Նաև օրվա ընթացքում սուտ կա, ուշադիր եղեք, սուտ են խոսելու կամ ինչ-որ մի բան ասել են չեն անելու, այդպես ուրախ կլինեք, մյուս կողմից տրամադրությունը բարձր կլինի, իսկ ստի համար կսկսեք տատանվել, թե ինչ անել, ինչպես անել, գուցե ինչպես լուծել նաև այդ հարցը, որ այդպես է եղել, եւ նաև օրվա ընթացքում գումարի մասին խոսեք, գումար կվճարեք, գումար կծախսեք, եւ որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, գուցե ինչ-որ բան եք վճարում եւ այդպես ոնց որ վճարելով ավարտում եք նաեւ այն ինչ-որ հարցեր։ Վերջնական որոշում նաեւ կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 1-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանց սիրոխոստովանություն կանեն, կամ դուք կանեք սիրոխոստովանություն, կարող սիրահարվել նաև ձեզ սիրված գալ, ձեր հարազատների շրջապատում լինել, ոմանք նաև ինտիմ հարաբերություններ կունենան այդ օրը, ոմանք ավելի ուշ կարթնանան կամ ավելի շուտ, հեռախոսազանգ ունեք, հույսով լցված եք, սպասում եք ինչ-որ բանի, ինչ-որ մեկին կամ ինչ-որ պատասխանի, այդպես ոնց որ հույսով եք, հույսով սպասում եք։ Հեռախոսազանգ ունենաք, հանդիպում որևէ մեկի հետ, հիասթափություն, նաև տխրություն, գումարի մասին կխոսեք, գումար կվճարեք, գումար կծախսեք եւ ոմանք աշխատանքի կընդունվեն, աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ կլուծեք, նաև դա կարող է լինել հանդիպում պետական աշխատողի հետ, խոսակցություն իր հետ եւ բիզնես, հաճախորդներ այդպես շատ ունենաք այդ օրը եւ պատվերներ գրանցեք կամ խոսեք ավելի շատ մարդկանց հետ կամ տանը խոսեք ուղղակի աշխատանքի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 1-ին։ Հարգելի կարիճներ, տեսակ այդքան էլ հաճելի օր չէ կարծես թե։ Ուրեմն առավոտյան կամ տուն եք մաքրում, կամ վիճելու եք ինչ-որ մարդկանց հետ, որտեղ այդտեղ եւս կա ինչ-որ պահեր։ Նաեւ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ ավարտվում են դրանք, կամ նոր է սկսվում ձեզ մոտ այդ ցիկլը ամեն ամսվա։ Հանդիպում ունեք այդ օրը, պայմանավորվածության ժամ եք պայմանավորվում այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք, որ չուշանաք։ Եվ այստեղ ձեր ցանկությունները իրականանում են մյուս կողմից սուտ կա, որը ձեզ ցավ է տալիս, նաև կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել։ Միգուցե դրա համար էլ վիճում եք դիմացինի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 1-ին։ Այսօր են ձեր իրադարձությունները։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանք կընդունեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, նաև խոսեք աշխատանքի մասին կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, միգուցե շուտ դուրս գալու հետ կապված կամ այդ օրը չգնալու հետ կապված, ինչ-որ հարցեր են, որոնք որ կանեք։ Սուտ կա այդ օրը, նաև
ինչ-որ մեկը սուտ է խոսում կամ խոսել, չի արել ինչ-որ մի բան և դուք կաղաքի ասթափվել ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կամ նաև տխրել։ Միգուցե դա վերաբերվում է աշխատանքին, ձեզ խոստացել են, բայց սուտ են խոսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 1-ին։ Հարգելի աճիղջուներ, այդ օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Աշխատանքի մասին խոսեք, ոմանք ընդունում են աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ պետք է անեք, լուծեք այդ օրը, հաճախորդներ շատ կունենաք, հաճախորդների հետ կխոսեք, նաև պետական աշխատողի կաղեք հանդիպել կամ խոսել։ Եվ հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ այդ օրը կամ միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 1-ին։ Ինչով սովորեմ էլի նորից, որ հունիս պետք է ասեմ, կավարտվի հունիսը։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև այդ օրը պայմանավորվեք ուղղակի փորձեք ելք գտնել, օրինակ ինչ-որ մեկին տեսնելու համար։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ նորություն եք լսելու։ Այսքան ուրիշ ոչինչ չունեք, միգուցե ինչ-որ բաներ բացեմ, թողել վաղուց քարտերը ձեռքս չեն եղել, հնարավոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 1-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ դուք եք գնալու հյուր, կամ սպասում եք, որ ձեր տուն հյուր գան։ Սպասման մեջ եք լինելու, ինչ-որ բանի եք սպասելու օրվա ընթացքում, կամ հենց ինչ-որ մեկին, գուցե հյուրին եք սպասելու։ Նաև այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, թոռներն են գալիս, երեխաներն են գալիս, նաև ընտանեկան կյանքն է, ոնց որ ավելի շատ կզբաղվեք ընտանեկան կյանքով։ Եվ հրավերք առիթի նվեր կպատրաստեք, միգուցե դուք եք հրավիրում մարդկանց ձեր առիթին եւ դուք եք նվերը ստանում եւ հույսով լցված եք։ Հույսով սպասում եք, հույսով լցված եք, որ այն սա կլինի, նա կլինի, այդպես ինչ-որ հարցեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։